Բարև ձեզ, երկարատև դադարից հետո մենք վերսկսում ենք մեր լայվերը, երկարատև այս ֆորմատում, թե չէ բաներ ունեցել ենք հանդիպումներ տարբեր հյուրերի հետ, բայց հետ չմնալով օրվա իրադարձություններից, այսօր Լևոնի հետ որոշեցինք մի թեմա խոսել, մարդը ինչա մարդու հետ տեղի ունենում, երբ ինքը իրեն աստվածազգում կամ փորձում է խառնվել Աստծո գործերին ու այդ որն է սահմանը մարդու եւ Աստծո, այսինքն ինչա թույլատրելի մարդուն, ինչա թույլատրելի Աստծուն եւ արդյոք նրանք ովքեր որ իրենց Աստված են կարծում, իրենք դրանով ինչ որ երջանկանում են, այսինքն այն մարդիկ ովքեր կարողանում են այլ մարդկանց ճակատագրերի հետ խաղալ կամ ճակատագրեր բացել ապականել, ինչա այդ մարդկանց հետ տեղի ունենում հետագայում, բայց մի քիչ ավելի լայն թեմա վերցրեցինք, կարող է նաև ոչ միայն չար նպատակով են մարդիկ իրենց աստվածում, նաև նույնիսկ եթե իրենց բարի նպատակների համար են այդ սահմանը իրենք անցնում, ինձ թվում է շատ տարբերությունը մեծ չի, թե ինչ ճակատագրի են նաև դրանք արժանանում։ Մենք մի քանի գործ ենք առանձնացրել, հիմա Լևոնը կներկայացնի ինչ գործեր են, ու դրանց շուրջ մենք փորձենք զրույց ունենալ ձեր հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Փորձենք ինձ թվում է այս գործերի միջոցով հասկանալ նախ այդ առաջնորդի մարդկանց մոտիվացիան։ Դրական է բացասական է ինչն է իրենց դրդում այդ ցանկությանը, ինչ է մարդը փորձում իրան այդ Աստծո ֆունկցիան, այսպես ասած, վերցնել իր վրա։ Հանուն արդարության ինչ գործերին անդրադառնալը պետք է ասենք, որ մեր օրերում էլ է դա նկատվում, այսինքն արդեն ինչ-որ կենդանիների կլոնավորում ա եղել, այդ գենային մոդիֆիկացիաներն ամեն դեպքում դրա վրա ազդելու որոշակի մեթոդ արհեստական բանականությունը, այս թեմաներին կանդրադառնանք, բայց արի սկսենք մեր գրքերից, ուրեմն առաջինը երևի ամենա այսպես ասած ակնհայտ է Ֆրանկենշտեյնի Մերի Շելլի գործն է, որ ինքը այսինքն երբ էլեկտրականությունը հայտնագործվեց, մարդիկ մտածում էին, որ կար այդպիսի թեորիա, ու համենայնիվ դա եղել է, հիմա մենք հետագայում հասկանում ենք, թե ինչքանով ինքը փաստարկված չէր, բայց այն ժամանակ թեորիա եղել, որ եթե կարելի է մարդկային օրգանները կպցնել իրար, ներքին եւ արտաքին օրգանները կպցնել իրար ու այդ Աստծո շունչ կոչվածը դա ոնց որ էլեկտրականությունն է, հոսանքն է, եւ եթե մեջով այդ հոսանքը անցկացնել, ապա մարդը կկենթանանա։ Ինչով էր լավ, արի մստենել թվենք Ջալոց, այս թեմայում շատ հետաքրքիր նաև հենց Գյոթեի Ֆաուստը, հետո եսա կգանք, թե ինչի էր իրան պետ Մեֆիստոֆելի այդ համաձայնագիրը և ինչի դիմաց ինքը հոգին վաճառեց, ու նաև երևի ամենա ժամանակակից կարելի ասել ակտուալներից Aldous Huxley նոր չկրավ աշխարհը, որ մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք, տենց իր կողքով անցել ենք, եղել է դա նկատվում, երբ մարդկանց հատուկ այսպես ասած ինկուբատորների մեջ են մեծացնում, նրանց նախապես տալիս են իրանց այդ դասակարգումները, այսինքն բարձր կարգի մարդիկ, միջին, ավելի ցածր, էլ ավելի ցածր, ինդիվիդուալային ինչ ասենք Հնդկաստանում դեռևս պահպանվում է Կաստաները, Կաստանի տեսքով մի հատ ուրիշ հետաքրքիր բան ասացիր, նաև կարանք անդրադառնանք դրան, թե մարդը երբ որ սատանայի հետ գործարքի է գնում, դրանից հետո ինչ է լինում այդ նույն մարդու հետ։ Ինձ թվում է հենց նույն Աստված լինելու կամ Աստծո դերը կատարելու բանը նաև ինչ-որ պահի մարդու ստորագրումն է սատանայի հետ գործարքի գնալն է։ Ու թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ, հիմա էլ մեր օրերում մենք կարող տեսնենք մարդիկ, որոնք որ սատանայի հետ գործարքի են գնացել, ու հանուն դրա իրանք գործում են տարբեր գործողություններ, լինի եկեղեցու դեմ, լինի մարդկանց դեմ, լինի երկրի դեմ, պետության դեմ, բայց թե ինչ են շահում դրանից իրենք, այսինքն սատանայի հետ գործարքի գնալու եւ մի հատ քիչ ավելի թեթևացնելու համար խոսակցությունը չսարացնելու այն կարգին հաղորդման ժամանակ մեկը որ ասում է դի կարծեմ հայկոն թեմա կոն որ ասում է ես չգիտեմ որտեղ են ուզում քցած լինեն հիմա որ նայում ենք այս մարդիկ որոնք որ արդեն գործարքի են գնացել սատանայի հետ, իրենք իրանց համար չեն կարող հասկանան, թե
որտեղ է սատանան իրենց ուզում գցածել այդ աբսուրդը այսինքն իրենք այդ սահմանը այնքան են անցել որ իրենց համար ամենա չեն էլ պատկերացնում թե որտեղ է այդ սահմանը ես ուսում ասում մի հատ հարց ունեմ արդյոք այդ մարդիկ մտածում են որ իրենք սատանայի հետ են գործարքի գնացել այլ ոչ թե ենթագիտակցորեն ներքին այդ իրենց կռվի մեջ այսպես ասած իրենց եսերի մեջ իրանք փորձում են համոզել որ իրենց համոզել որ դե ճիշտ են անում Երևի այն ինչի դեմ իրանք պայքարում են, դա կլինի ասենք եկեղեցին, թե մնացած այլ ինստիտուտները Հայաստանում, եթե մեր օրինակով ենք խոսում, գուցե իրոք այդքան էլ լավը չեն, կամ սա ընդհանրապես ինստիտուտների դեմ չէ, այլ կոնկրետ անհատների դեմա, ովքեր իդեալական չեն ասած։ Հիմա եթե ցանկացած չարագործություն, աշխարհի բոլոր որևէ իրանք պետքա իմ կարծիքով, ցանկացած չէ ինչ որ մի հատ պետքա վեր գաղափարի շուրջ կատարվի շահագործությունը ցույց տալու համար որ ավելի մեծ բանից ենք մենք բանը փրկել մարդուն այսինքն հնարավոր չէ նույնիսկ այդ սերիալ մարդասպանները որոնք որ կան իրենք իրանց համոզում են որ ենթադրենք ինչ որ ենթադրենք հասարակությունը մաքրում են անբարոյականությունից երբ որ անբարոյականներն են սպանում կամ կան նաև որ գողերին են սպանում կամ նաև ինչ որ որոշակի գայթակղիչներին են սպանում կամ նույնձևի տարբեր բաներ կան որ աստվածաշնչյան թեմայի մեջ շեղվածները որ տարբեր մեղքերի կրող մարդկանց են սպանում այսինքն որ գրամոլներին կամ բղջախոհներին կամ 7 մեղքերի այսինքն բոլոր տեսակի բաները կան այսինքն իրենց համար պետքա մի հատ վեր գաղափար լինի որ ասեն որ նայեք մենք այս քայլին գնացել ենք որ ինչ որ մի հատ ավելի մեծ բան փրկենք այսինքն ենթադրենք այսպես ասենք մենք Արցախը զոհաբերել ենք որպեսզի իբր թե Հայաստանը փրկենք այսինքն ինչ որ մի հատ ավելի մեծ բան հետո եթե Հայաստանը զոհաբերենք մենք մարդում ենք փոփոխում որ հիմա կարանք ասենք Սյունիքը զոհաբերել որ Հայաստանի մնացածը ու այդտենց կամ կարանք եկեղեցու դամաշավանենք ինչ որ մի քանի բարձրաստիճան arczepiskopos-ների նստացնենք կամ հանգեցանենք որ եկեղեցին փրկենք սահմանը չկա այդ որ դրա ավելի ցայտուն օրինակը նա էր որ ասում են որ մենք 5000-ին զոհաբերեցինք որ կարողանանք 30000-ին բան չմանանք կամ 30000-ին եթե զոհաբերեն արդեն 300,000 թիվը չկա լիմիտը գոյություն չունի ամեն ինչ այդ սահմանը ու դե քո ասածը մի քիչ այդքան համաձայն չեմ դրա հետ որովհետև միշտ հնարավոր է գտնել մի հատ արդարացում ցանկացած չարագործության համար չէ այստեղ հարցը հետևն է դա արդարացում է թե իրենք իրոք հավատում են դրան որովհետև նույն այդ սերիական մարդասպանները նրանցից շատերը ոչ բոլորը հոգեկան խանգարումներ են ունենում ու այդ հոգեկան խանգարումքի արդյունքը կարող է լինի որ ինքը իրոք հավատա իր ասածի դա ոչ թե լինի արդարացում պայմանական խղճի առաջ կամ դատարանում այլ մարդը ֆանատիկ է այսպես ասած հավատում է ինձ թվում է եթե ինքը նույնիսկ եթե առաջի բան չեն հավատում իրանք փորձում են իրենց արտադրելով հավատալ իրենց որովհետև եթե դու չհավատաս որ քո այդ գործողությունը անում ես այդ քո չարագործությունը անում ես դրանով ինչ որ ավելի վեհ բան սարքելու համար ինքը չի կարող այդ գործակցել դա սովորական մեղքի ինքը կործանվեն իրենք արդեն այդ գիծը հաղթահարում են այդ սատանայի այդ պայմանագիրը որ կնքել են իրենք այդ սատանայի պայմանագիրը իրենք դա արդարացումն է որ ես կնքել են այդ պայմանագիրը հարուն ինչ որ մի հատ մեծ բանի վեհ բանի այսինքն սա է բանը բայց արի հետ վերադառնանք եթե այդ պայմանագիրը չլինի դուրս է գալիս այն ինչ մենք ինչի սկսեցինք հակառակ դեպքում իրանք իրենց դրա վերցնում են աստծո ֆունկցիան այո իսկ որպեսի դա չանեն փորձում են դա ինչ որ որոշակի գաղափարներով լեղոզել հանուն արդարության պետք է ասենք որ էլի մի հատ մենք էլի հայտնի բան են գործերի սարամագույց որ չարագործությունի մեծ մասը կատարվում է աստծո անվան տակ նույն ինկվիզիցիան որ նայում ենք ինկվիզիցիայի բոլոր ժամանակներում այսինքն աստծո կամ աստվածաշնչի հետևը թաքնվելով մարդկանց ավելի հեշտ է չարագործությունը կատարել որովհետև իրանք հանուն իբր ենթադրենք մաքրելու քրիստոնեությունը կամ եկեղեցին մաքրելու իրանք այդ չարագործությունները անում են բայց մարդը ոչնչացնել արդյոք վերադառնալով նույն իշխանության խնդրին որ ժամանակին ասում են իշխանությունը աստծո կողմից է տրված բայց բոլոր կեսարներին բան բայց հետո քանի որ աշխարհը փոխվեց բայց
այդ կարծրատիպը կա, ինչի համար է այդ կարծրատիպը ձևավորվել մարդկանց մոտ, որ մարդը կարողանում է ուրիշի ճակատագրի հետ խաղալ։ Ենթադրենք, մի հատ պայմանական ասենք, այն օրը Ռուբենի հետ կապված էս պայմանականը մնաց, ենթադրենք մարդը արգելք է դնում տեղաշարժի արգելք է դնում։ Երկրից բացակայ արգելք է դնում մյուսին։ Ինքը իր իշխանությունն է տենում, ինքը իրան որպես աստված է, ինքը կարողացավ մյուս մարդուն սահմանափակել այդ մարդու ինչ որ քայլերը։ Չեմ խոսում բանտակացել այդ։ Այսինքն ինքը այդ իշխանությունը զգաց, ինքը տեսավ թե ինքը ինչ կարողացավ դիմացինի հետ անել։ Դրա համար ինքը այդ պահին ինքը իրան ուպուճուր աստվածի կգզգում, բայց թե դրա տակից ինքը ոնց է կարողանալ այդ մարդը ճակատագրել։ Այստեղ դες իշն է դա։ Շատ ճիշտ է ասում, մարդու մոտ այդ հաստատ աստվածային ինչ-որ զգացողություն առաջանալու, ինձ թվում է վտանգավորը այդ աստղի վրա նստելն է։ Երբ որ արդեն 1 մարդու կամ 5-10 մարդու ճակատագրին տիրապետել, արդեն քեզ բավարար չի։ Այսինքն պետք է նարկոմանի նման արդեն նստում ես այդ աստղի վրա ու ամեն անգամ ուզում ես էլ ավելի շատ, որովհետև ուրիշ ավելի մարդկանց ճակատագրել։ Իրանց կախվածությունը քեզանից, իրանց ճակատագրի տնօրինի ունակությունն է քեզ սնում։ Այսինքն դու կարող ես ու արդեն կարող է գայթակղությունը լինել եւ էքսպերիմենտներ անելու։ Եթե մի քիչ հոգեպես շեղված անznավորություն ես, ինքը կարող է հասկանաս որտեղ այդ սահմանը հետաքրքիր է բանան ենք փորձենք տեսնենք այս մարդը ինչքան կդիմանա։ Դու հասարակությունը հիմա այդ Գոյայի հետ կապված որ այդ բանը նույն ձևի Գոյայի համ գիրքը կա, համ բանը ֆիլմը կա, որտեղ մինչև մարդու սահմանը որ եթե մարդուն ինչքան կարող ես նվաստացնել, որից ինչ սահմանից հետո մարդը կկոտրվի, որպես մարդ ինքը կոչնչանա, այսինքն որ դա էլ է բան, դաժանություն, այսինքն էքսպերիմենտ է անում, թե ուստեղ վերադառնալով աղոթքին, սոկտերյունական աղոթքի, որ ասում է եւ մի տանիր զնեզի փորձություն, տարբեր թարգմանություններով եւ մի թույլ որ մեզ փորձության տարվի, այսինքն ինքը աստված փորձության չի տանում։ Իմ մարդը կարող է փորձության տալ։ Ես այդ մասով ուրիշ բան եմ լսել, որ արամեենից թարգմանվել է, որ այդ ժխտական նախածանցը պետքա չլիներ, այսինքն ու լիներ եւ տալ մեզ փորձության միջով, այսինքն ուղեկցի, այսինքն կողքսերը ոչ մարդը չի կարող խուսափել աստված ինքը չի փորձություն, այսինքն այդ կարող է փորձության սատանան կարող է փորձության մարդուն փորձի տեսնի որտեղ է այդ սահմանը մարդու սահմանը թե որ մարդու ուղեկցի ինքը փոփոխի կամել եւ մենակ մի քիչ թողալու այդ կապված ուղեկից դարձնելու համար։ Լավ, արի վերադառնանք մի քիչ գրականությանը։ Միջելս մենք նշեցինք, ասենք Ֆաուստին, Ֆրանկենշտեյնին, Օլդոս Հաքսլին, բայց մոռացանք օրինակ բան, Բուլգակովի Վարպետի եւ Մարգարիտան։ Դա հենց սատանայի գործարքի ու ստեղ երևի թե այս նախորդ 3-ի հետ համեմատած Վարպետի եւ Մարգարիտան ինչով է տարբերվում, ու sense այս մասով։ Այնտեղ հենց այդ սատանան նախ ունի, այսպես ասած ֆորմա, մարդկային կերպարանք, այո, Ֆաուստուսում էլ ունի Մեֆիստոֆելը, բայց դեռ նա ուրիշ խնդիր կա։ Բուլգակովի սատանան ինքը դա Ստալինն էր։ Այսինքն ողջ սովետական միջնորդ որ կարդում էր գիրքը, հասկանում էր ինչի մասին եւ ում մասին է։ Եթե Գյոթեի Ֆաուստուսում Մեֆիստոֆելը ինչ որ վերացական մի հատ ինչ-որ абստրակտ կերպար է, այնտեղ մենք ունենք կոնկրետ անձ, ում դա պատտվում է։ Ու հետաքրքիր ձևով մենք էլի կարծեմ զրուցել ենք սրա հետ կապված, նույն հետ Ստալինը ներում է Բուլգակովին, ինքը իր կերպարը, որովհետև ինքը ավելի մարդկային է, այդ դեպքում ինքը մարդուն ավելի հասկանալի է, մարդուն ավելի շատ է հասկանում, քան թե մնացած մարդիկ իրենց։ Մենակ այն ֆրագմենտը, որ լյուդի как люди, այսինքն ինքը հասկանում, որ բոլորն են մարդ են, բոլորն իրենց ընտանեկան խնդիրներ ունեն, բոլոր ժամանակներում, ես այսօր էլ հիմա ու այդ հայկական են արդարացումը, որ տուն ենք պահում, դա ոչ թե մարդու խոսքն է, ինքը սատանայի խոսքն է, ինքը սատանան գիտի, որ տուն պահելով արդարացնես ուրիշի ճակատագրերի հետ խաղացնի, նաև այսօրվա դատավորների կամ մնացած մարդկանց, որ տուն ենք պահում, որովհետև դրա համար կարող ենք բան անել։ Բայց որ դրա գինը ուրիշների տան վրա է, եթե դրա գինը Եթե 50,000 մեր Արցախի բնակչության ժողովրդի կորցրել, չեն հաշվում, բայց որ իրանք տուն են պահում, ու իրանք կարող են հանուն այդ տուն պահել, ու իրանք նաև տարբեր բաները ուրիշ մարդկանց համար զրկանքները չտեսնել, դա արդեն լրիվ ուրիշ բան է ստացվում։
ասես շատ կուզեի ես որ չնայած սխալտեր գնաց մենք լրիվ ուրիշ տեղ ենք ամեն անգամ ինձ է չգիտեմ ճանապարհները որտեղ ատանում մի հատ շատ հետաքրքիր թեմա է արծարծել Արամ Աբրահամյանը որ Ռուբեն Վարդյանը որտեղ եթե մենք Նյուտոն ենք վերցնում այդ կվարտիրնի վապրոսն ենք վերցնում ընդհանուր թեման այսինքն հաստատ Ռուբեն Վարդյանը այդ բնակարանային խնդիրը չուներ ինքը ինչի այդ ամեն ինչը զոհաբերել ու ինքը գնացել այդ քայլին գնալու այսինքն ինքը որում այդ քայլին գնալուց հետո ինքը էլ ավելի շատ ամենա հենց կոշտ ձևով է շարունակում խոսալ գտնվելով բացում ինչն է պահում այդ մարդուն այսինքն մարդը որը որ այդ միակ բացի Աստծու նկատմամբ անվերապահ հավատից ուրիշ որևէ բան հնարավոր է մարդուն այդ վիճակը ինքը կարողանա դիմանա այդ ամեն ինչը ուրեմն նշանակում ինքը ցույց է տալիս որ այդ ուժը կա ինքը հենց իր օրինակով է ցույց տալի որ այդ ուժը կա եթե մարդիկ իրանց փոքր մանր խնդիրներով փորձում են նույն Աստծո անունը օգտագործելով ուրիշ քայլեր ձեռնարկել այդ մարդիկ էլի ապացուցում են որ իրանք հաղթանակի ճանապարհ չունեն ու եթե վերադառնալով Սկորսեզեի մի հատ այլ ֆիլմին The Silence-ը որ կա որ էլի ամեն ձևով ոչնչացնում է մարդու հավատը, բայց վերջում հավան ընթացքում էլի մարդու ափի մեջ խաչը պահվում է։ Այսինքն մարդը ինչ որ միտեղ կա պահվում է իր մարդ տեսակը, ինչքան էլ տարբեր գայթակղությունների գնացվի, ինչքան էլ տարբեր զրկանքների, տարբեր ճնշումների, եթե այդ հատիկը կա, ինքը այդ հատիկը ինքը հնարավոր չի վերացնել այդ հատիկը։ Չէ, ես համաձայն եմ, վերջնակ հնարավոր չի վերացնել, բայց այստեղ խնդիրն ուրիշ է։ Ես համաձայն եմ, որ բոլորի մեջ դա կա։ Եվ այդ աստվածային է կա եւ այսինքն սատանայականն էլ ինչ որ չափով կա։ Հարցը դեպքն է, որքան ես դու ամեն մեկը դրանցից սնում, որքան ես խնամում, որքան ես ուշադրություն դարձնում, որքան ես աչք փակում։ Իսկ արդյոք մարդն է սնում թե հասարակությունն է սնում։ Գնաց ըստ տվյալ բայ իշխանության դու կարաս համատարած վախկոտներ, համատարած ալտեհապաշներ լինել ու տարան նույն ձևի հերոսական մարդիկներ կարող ես, բայց ամեն դեպքում բացառություններ լինում է, չէ։ Ռուբեն արդեն այդ հասարակությունից է։ Հա, կողմից որ ասենք ինքը ծնվել է Հայաստանում, Ռուսաստանում մեծացել, բայց իրապես մոտ 2-ից 3 միլիոն հայ կա, ովքեր ասենք ծնվել են Հայաստանում, հետո Ռուսաստանում գնացել աշխատել են, մի մասը հաջողության ասել, մի մասը չէ, ու ոնց դու նշեցիր, ինքը թերևս այն ամենակիչ կախվածները կվարտիրնի վապրոսից ու մնացածից։ Կամ նույն հիմա եթե վերցնենք Տարոնին որը որ էլի պատերազմի օրին Ռուսաստանում ապրելով Կրասնոդարում քանի օրը տորի իմանում ինքը գալիս է ու ինքը հանձնվելու հնարավորություն ուներ բայց ինքը տեսել ենք այդ կադրերը բոլորս տեսել ենք այսինքն մարդը ինքը ինձ թվում է առանց Աստծու մարդը դժվար է զողողության գնա եթե ինքը չիմանա որ ինքը ինչ-որ մի հատ հանուն վեր բանի այսինքն եթե դու ազգին ընդունում ես որպես աստվածային երևույթ ինքը նույն ձևի հանուն ազգի հանուն քո պետականություն դու գնում ես այդ զողողությունների իսկ եթե դու ինքդ քեզ ես համարում աստված որ ես այսքան ճակատագրի եթե արդեն այդտեղ այդ ասում այդ բացասական էլեմենտ եթե բանը լրիվ սկսում է աշխատել արի դե ստեղ էլի վերադառնանք այդ մեր գրքերին ինձ թվում է ամենահարմարը կլինի սա քննարկել հենց Ֆրանկենշտեյնի օրինակով ինքը շատ հենց ցցում է այսպես ասած գանք հոգեբանության էլի ինչն է մարդուն ստիպում այդ ճիշտ այսքան քննարկեցինք բայց փորձենք ինչ-որ համակարգված ներկայացնել նախ ինձ թվում է մարդկանց ու ստեղ միջերս պետք է մտել շատ հետաքրքիր բան նշել թերևս բացի Մաստերի Մարգարիտայից երևի թե այդ էլ որոշակի վերապահումները որովհետև այնտեղ ոնց որ Վոլանդը բան թույլատրելի չարիքն է այ բան необходимо այսինքն անհրաժեշտ չարիքն է ինքը ու շատ հետաքրքիր որ այնց այդ գիրքները սկսում է 7-ի բանը հա ես մի մասնիկն եմ այն ուժի որ միշտ ձգտում է դեպի չարիքին բայց միշտ բարություն եմ գործում այսինքն բացի սրանից ներ մյուս դեպքերում նկատում ենք որ դա բերում է տրագեդիայի այդ մարդկանց ողբերգությանն է բերում ստեղծողների օրինակ Ֆրանկենշտեյնի դեպքում էլ է ողբերգություն լինում մենք հասկանում ենք որ Ֆաուստի դեպքում էլ է տես լինում նոր ճկնաղ աշխարհում կարող է տենց որ առանձին չնայած նոր ճկնաղ աշխարհում լայ իրաչը գլխավոր հերոսն է գախվում է հերոսն է հերոսի պարտությունն է բայց ոչ համակարգի որը ստեղծել է բայց ինչն է, ինձ թվում է այստեղ առանցքային միտքը, առանցքային մոտիվացիան է բացի այսպես ասած այդ վեհ գաղափարները դրանք մի կողմ վախն է։ Այսինքն մարդը ապրում, ինքը ուզում է հասկանալ որ մի բան կարող է իրանից հետո թողնի։ Դա հենց անմահության ձգտումը կարող շատ լավ բան ասացիր։ Մահվանից վախը։
ինքը հենց այդ սնահավատությունը, որ այսինքն աստուն չհավատալը, այսինքն մարդ հենց վախը ամենամեծ մեղքն է համարվում, ոչ թե չիսլամյանը մեծամտությունը, այլ վախը, եթե դու վախենում ես, նշանակում է դու աստուն չես հավատում։ Դե մի վարքյան, այստեղ էս շատ տրամաբանական շարժ է, եթե դու աստուն չես հավատում, պետք է զբաղվել, դու կամ ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի իր տեղը։ Այո։ Ու դու վերցնում ես այդ միսիան, այդ առաքելությունը վերցնում ես քո վրա։ Հիմա մի քիչ ավելի արի մի հատ հետաքրքիր դրական բառում նայենք։ Արդյոք մարդիկ, որոնք որ գրականություն են ստեղծում, իրանք նույն ձևերի սահմանը չեն անում, որովհետև դու չգիտես կամ նույն ձևի գրականությունը մի կողմ դնենք, որ դու երեխա ես ունենում, նույն ձևի դու երեխան ունենում ես, դու չգիտես այդ երեխանի ճակատագիրը ունենալու։ Դու արդյոք այդ դաշտը չես մտնում աստվածային, ու որովհետև ինքը քո կյանքով չի ապրելու, ինքը իր կյանքով ապրելու, ինքը իր ճակատագիրը ունելու։ Եթե դու գիրքը ստեղծեցիր, կամ ինչ-որ պատմած երեխան Ֆրանկենշտեյնի այդ մոնստրը, արհեստական բանականությունը, ինքը իրանով, արդյոք ինքը իրանով, դու չգիտես դրա վերջնական արդյունքը ինչ դու ստեղծում ես, կամ ստեղծելու մաս ես կազմում։ Հետո դրանից հետո չգիտես, ստեղծանից հակառակարդի կրանի, որ դու չես ստեղծում, ուրեմն Աստվածը թույլ տալի քեզ դա ստեղծել նույն երեխայի հետ կապված, նույն գրքի հետ կապված, նույն բանի, ինչա սիմֆոնիայի հետ կապված գրելու նույն քանդակը, եթե մենք գնանք այդ դաշտ միանշանակ, բայց մի քիչ եթե մենք ամեն ինչում ասենք Աստվածը ստեղծում, պատասխանատվության լիակատար վերացում է։ Այո։ Նույն Ռուբենի նախորդը ասաց եթերի ժամանակ, որ ասում է երբ Աստված Ադամին ասաց խնդրոքեր, ասաց քո տված կինն է, այս առաջարկել է, այսինքն հա հիմա մի level իշնենք ներքև ու ամեն դեպքում մարդկային պատասխանատվության դաշտ է։ Օրինակ, եթե մենք արհեստական բանականությունից ենք հա խոսում կամ դու երեխայի օրինակ ես բերում, լրիվ նույնն է մեծ հաշվով։ Հիմա պայմանական ասենք X անհատի երեխան մարդ կսպանի, թե օրինակ OpenAI-ի կողմից ստեղծված ChatGPT-ի հետ խոսալով մի մարդ ինքնասպանություն կգործի։ Հիմա OpenAI ինժեները հաստատ երբ որ ինքը ստեղծում էր այդ արհեստական բանը, երբ որ ChatGPT-ն ինքը ստեղծում նախագծում էր, չէր մտածում, որ ի վերջո իր պրոդուկտը կարող է ինչ-որ մարդու ինքնասպանության հասցնել։ Ինչքանով են այդ մարդիկ պատասխանատվություն կրում, այս հարցը իդեալնշանակ պատասխան չունի իհարկե, ամենցանկացած մարդ ինքը իր, այսպես ասած, խղճի առաջ պետք է պատասխան տա, բայց շատ եւ լրիվ բաց թողելն ասել, որովհետեւ ասենք եթե ծնողը սխալ է դաստիարակում երեխայի, եթե Ֆրանկենշտեյնն ենք նայում, Ֆրանկենշտեյնը իր հորից մի հատ հարց ուներ, որ ու մենք էլ ենթադրաբար շատ բազմազան հարցեր չունենք ասում, թե հա եթե դու ինձ ստեղծել ես, գոնե մի հատ ճանապարհ ցույց տայիր։ Այսինքն ուրիշ ինքը որևէ խնդիր, որևէ հարց չուներ, այսինքն ինքը խնդրեմ չունի, որ ինքը այդ ձևի է ստեղծել։ Ինքը ասում է, դե լավ ստեղծել ես, բայց գոնե մի հատ ճանապարհ ցույց տայիր, ինձ չթողեիր մենակ այս ամեն ինչի հետ։ Եկ խոսեի հետս։ Հիմա նույն ձևի մենք մարդը առավել է բանի հետ, եթե ինքը այդ ինստիտուտը կա, ինքը կարա Հայր Աստծո հետ խոսա, բայց եթե այդ Հայր Աստված չկա, կակտա եթե ալի վերադառնանք Նիչեին, եթե Աստված չկա, էլ արդեն որևէ բարոյական նորմեր, այսինքն իրանք սահմանված չեն ինքը, եթե կամ Դաստոևսկու, այսինքն եթե ինքը չկա վերանում այդ ինստիտուտը, արդեն մնացած բոլոր բաները արդեն անիմաստ են դառնում, բայց այստեղ մի հատ խնդիր է, թե այդ հնարավորությունը տրված է, թե չէ։ Հիմա նույն ձևի եթե մարդը ինքն իրան Աստված է կարգում, այսպես ասած, արդյոք ինքը այդ պատասխանները տալիս է այն մարդկանց, ում կյանքի ինքը տնօրինում է։ Եթե ինքը տալիս է, ինքը այդ ֆունկցիոնալ առումով ինքը կարողանում է փոխարինել։ Հա, բայց մենք հասկանում ենք, որ չի կարող ինքնաս պատճառով, որտեղ ինքը մարդ է ի վերջո։ Ինքը սահմանափակ է, ինքը էմոցիոնալ է, իր ինտելեկտը սահմանափակվում է ունեցած հնարավորություններով։ Միանշանակ, այսինքն իմիջիալոց հա մենք այս տրամաբանական շղթան բերում է նրան, որ հնարավոր չի փոխարինել, որը իհարկե բարձից էլ բարձել, բայց մի քիչ փաստարկված այսպես ասած։ Ու հաջորդ քայլը, որ բոլոր նրանք, ովքեր իրենց դնում են այդ աստծո տեղը փոխարեն կամ ասենք նույնը ծերական մարդասպաները կլինեն կամ իշխանության առանձին անձինք, ովքեր որոշում են X մարդու մուտքի ազատությունը, ելքի ազատությունը կամ տեղաշարժ ազատությունը, կամ եթե մի քիչ ավելի հետ գնանք այն ժամանակը կամ այն երկրներ, որտեղ ասենք բան կար, մահապատիժ կար որպես պատժի միջոց, արդյոք այդ նույնը դատավորը որ որոշում է կայացնում, որ որևէ անհատ բան է, պետք է մահապատժի ենթարկվի, այդ ֆունկցիան ինքը ունի թե չունի։
Հիմա եթե ամփոփենք, միանշանակ այդ ամեն ինչը չի կարելի անել, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց փորձում են Աստծո դերը վերցնել, իրենց մարդ եւ սահմանափակ լինելու հետևանքով իրենք չեն կարող բարոյական գնահատականը տալ։ Այն մարդասպանը սերիականով ասում որ ես միայն չգիտեմ մարմնավաճառել եմ սպանել կամ գողերի եմ սպանել կամ չգիտեմ ում սպանել, չէր կարող կանխատեսել թե ինչա լինելու կամ չի կարող կանխատեսել այսօր թե իր գործողությունների հետևանքը ինչի կբերի։ Դրա համար ինչ թվում է այս բլոկը մենք կարող փակենք։ Ինձ թվում է հալի, որովհետև շատ սիրուն դոգ եկանք, ինձ թվում է որ գեղեցիկ բանի եզրահանգումների եկանք։ Իմիջիալոց, ես այն օրինակը կուզեի բերեի, կարծեմ Բեթհովենի մասին է, չէ՞ որ իր մայրը սիֆիլիսով է հիվանդ եղել, 8-րդ երեխան մինչ իր որ աբորտ անել, հայ բազմաթիվ երեխաներ, այսինքն ռելացիվ են եղել, ինչ հարց կա, ինչ կանեիք են։ Եթե դու բժիշկ լինեք, ինչ խորտ կտայիք են կնոջը, որ սիֆիլիսով հիվանդ է, միջև այդ մի քանի անգամ վիժելա երեխա չի կարողացել ունենա, եւ այլն մի քանի այլ հիվանդություն ունի, այստեղ է գալիս այդ արդյոք այդ բժիշկը կամ եթե հարցը ուղղված է մեզ, ունենք այդ իրավունքը նման խորհուրդ տալու։ Դե եթե խորհուրդ հարցնում են, բայց դու բարդությունը կզրկեիր Բեթհովենից։ Իսկ ով կարա իր վրա վերցնի այդ բարոյական պատասխանատվությունը։ Մի քիչ շատ զգայուն թեմայի մտանք, որովհետև ամեն բոլոր բեռները դնել Աստծո վրա, ամեն ինչ, որովհետև դու որոշում չկայացնել, որ Աստված էր տենց կամեցել, ինձ թվում է դա էլ է շատ մեծ մեղք կարծիքով։ Չէ, ես միանշանակ համաձայն եմ, որովհետև կարելի է հանգիստ ապրել առանց որևէ պատասխանատվության։ Հիմա դու կարաս բանը մարդ բանես ասես Աստված էր, դառնակ կամ ձենքը դրել ակարակ ծայրահեղությունն է։ Չէ, միանշանակ համաձայն եմ, մենք ոչ թե պատասխանատվությունը մեզանից դնում ենք Աստծո վրա, այլ ասում ենք որ Աստծո չակերտնում փայ պատասխանատվությունը չենք կարող վերցնել մեր վրա։ Քոնը sense tenants։ Բայց երբ որ որոշակի անձինք, որ մենք խոսում ենք, փորձում են նաև Աստծո պատասխան, այսինքն կոպիտ ասած ես այս մի բանն էլ ավել կանեմ իմ լիազորություններից դուրս, որովհետև կամ Աստված չկա կամ Աստված իմ փոխարեն իմ միջոցով է արտաբերում այդ որոշումը, ասենք դատավորն է կամ երկրի ղեկավարն է կամ չգիտեմ ինչ որ իրավապահ մարմնի ղեկավարն է, որ որոշում X մարդու ասենք ազատությունը պետք է սահմանափակել։ Այ ինքը չպետք է Աստծո բաժին պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Բայց այդ բաժինը ով է որոշում, Ղևոն ջան։ Այսինքն մարդն ասում է, իսկ անա իմ բաժինը։ Լավ, չէ, լավ, եթե այսպես գանք մի քիչ ավելի ռեալ դաշտ, եթե մենք խոսում ենք նորմալ հասարակության մասին, օրենքներով, բայց քանի որ օրենքները շատ այդ հումանիտար, այսպես ասած, գիտությունը շատ մեկնաբանման ենթակա է, այդ օրենքները մեկնաբանել, երևի այդ Աստվածաշնչյան այն պարզ տրամաբանությամբ, ասում վարվիր մարդկանց հետ ուրիշներին հետ, ոնց կուզես որ քո հետ վարվեն։ Օրինակ, երբ որ պայմանական դատախազը կամ դատավորը կարդում է այդ վճիռը, ազատության սահմանափակման, ելքի արգելքի կամ չգիտեմ ինչ որ մի քանի տարով մարդուն դատապարտելու անազատության եւ այլն, այ օրինակ ինքն իրան հարց տալիս է, եթե մենք տեղերով փոխվեինք, կամ եթե ես այնտեղ նստած լինեի, ու ես նույն պրեամբուլա լիներ, նույն իրավիճակը լիներ, հա, արդյոք ես կուզեի, որ իմ հանդեպ այդ նույնը անեին, կամ արդյոք ես դա արդար կհամարեի։ Այսինքն դա արդեն նշանակում է մի բան քեզ քո կաշվից հանի, դի այն մարդու կաշվի մեջ ում ճակատագիրը դու տնօրինում ես։ Էլի մենք գալիս ենք հասնում ենք այն կետի, որ անհատների վրա թողել այդ պատասխանատվությունը, դա շատ սխալ է, այսինքն հասարակությունը պետք է ինքան բարձր լինի, նորմերը հասարակական բարձրացնես, որ ինքը կարողանա այդ ֆիլտրացիայով ինքը կարողանա 4 սահմանումներ անել ու այդ սահմանումները պահել։ Հա, դա միանշանակ է, որովհետև եթե անհատի վրա է թողում, այդ անհատի վրա գայթակղությունը շատ մեծ է, եթե մեխանիզմներ չկան, ինքը իրան Աստված ձևանալու, իրան Աստծո տեղը դնելու եւ բոլոր իշխանությունները ինքը ուզուրպացնելու։ Այսինքն ընդհանուր հասարակական ոգեղեն կրթությունը պետք է այնքան բարձր, որ ինքը սահմանափակի այդ գայթակղությունը։ Նաեւ այսպեսի բան ասեմ, որ ավելի բան, այսինքն գոյությունի հոգեվոր ինստիտուտներ, որոնք որ մարդիկ դարերով իրանք մշակում են, մարդը, որը որ սկսնակ է այդ գործում, ինքը պետք է դաշտ չմտնի, այսինքն փորձը չանի մտնելու, դա կարա լինի, դա պետք է սահմանափակում լինի, պետությունը պետք է բաժան լինի եկեղեցուց, որովհետև այդ մարդիկ ի վերջո մենք
Գրականության միջոցով աստվածաշունչ կարդալով փորձում ենք բառնել, բայց մարդիկ դա էլ է գիտություն։ Ասած մարդիկ դարերով ուսմունքա, որոնք որ սովորել են, իրենք շատ ավելի լավ գիտեն։ Այսինքն ես որպես մարդ որ մտնեմ քիթս խոթեմ այդ դաշտը, ինքը մի քիչ ես ավելի շատ կողքուտ գտամ, թե կվնասեմ։ Դա էլ է խնդիրը, էլի, այսինքն։ Մերսի շատ, ինձ թվում է այսօր տենց այսօրվա համար մի քիչ ավելի բան կանենք, կընթարցակվենք, մենք ուզում ենք առանձին մի հատ Ֆաուստին նվիրված մի հատ բան անենք, ընդհանուր այդ բանը, սատանայի կերպարը, ու նաև երկությունը, մարդու երկության հետ կապված ենք ուզում մի հատ առանձին թողարկում անենք, ընթացքում ենք կանենք այդ երկությունը, կանենք թե ոնց է այդ մարդը երկության ընթացքում ոնց է կողմնորոշվում, թե ինչեր է փորձում անել։ Շնորհակալ ենք այսօրվա համար, մերսի շատ շնորհակալություն։